Իսկընկեր Իսրայելյանը թվային գրագիտության ուսուցիչը ամեն անգամ Արմենին գրկած դասի է բարձրացնում, երկրորդ հարկում են համակարգիչները, 9-ամյա տղան զվարթ ժպտում է, չի պատկերացնում, ինքը մեծանում, ծանրանում է, իսկ ընկեր Իսրայելյանը ջահել չի մնում, շուտով պիտի Արմենի եղբորն էլ գրկած դասի տանի։ Ողնուղեղային մկանային ատրոֆիա հազվադեպ հանդիպող այս հիվանդությունն է բաժին հասել երկու հարազատ եղբայրներին, 8 և 9 տարեկան են, Ռանչպարի դպրոցում են սովորում և լավ են սովորում, ուսուցիչները նրանց միայն գովում են։ Ապրի Արմենը, ապրի, շատ ճիշտ է, մեր Արմենն էլ շատ խելացի լավ բանիկ է։ 9-ին գումարեցին, 9 ստացանք, ինչ Արամ ջան։ 18 Գեղեցիկ ձեռագիր ունի, պարզապես մեր սեղանը հարմար չի։ Եթե մի բան էլ այն չէ, արագ դասընկերներն են վրա հասնում, Մարին Արամին պտտեցնում է դասամիջոցին, Արմենը ընկերներից հետ չի մնում, նա սայլակը ինքնուրույն կարողանում է կառավարել, զբաղվում են մինչև մայրիկը հասնի։ Ավելի համեմատած փոքրից կարողանում է ինքնուրույն գալիս է, բայց փոքրս չէ, հոգնում է գլուխը, խեցում է, լավ չի պահում գլուխը։ 30-ամյա Ալինան ամեն օր անտրտունջ գյուղական դժվար ճանապարհով տանում բերում է իր երկու որդիներին, անձրևների ձյան սեզոնին քարուքան ճամփան ավելի է դժվարանում։ Տեսնենք, միջև անձրևներ գալը կլցնեն այդ շեպիներով, գոնե փոսերի ջրերի մեջ չմտնենք։ Փոսերը գուցե լցնեն, բայց սա չէ Ալինային ուղղակի քայքայման հասցնող հարցը։ Որդիների վիճակը օրեցօր է բարդանում, միթե չեն կարողանալու կանգնեցնել մկանների թուլացման պրոցեսը։ Արմենի ողնաշարը այս տարի արդեն թեքվեց։ Ինչքան ուզում ես գնա էրգոթերապիա, ֆիզիոթերապիա, այս կողմ են կողմ, հիվանդությունը իր ներսից, դրսից գործը անում է։ Այս էլի հիվանդությունից է։ Արամը գլուխը չի պահում, ոտքերը թույլ են, ձեռքերը նույնպես, տղան վերջույթները ինքնուրույն այս ու այն կողմ անել չի կարողանում, վիճակը վերջերս ավելի է բարդացել։ Այդ դեղը լինի, ինքը հնարավոր է բացումը լրիվ լինի, մկանները բացվի, ձեռքը այս տարի նայեք, իրան որ շատ ուզենում ես ուղես ցավում է, ցավը առաջանում։ Այս հիվանդությունը նենց հիվանդություն է, որ ամեն տարի իր վատ կողմը ինքը ցույց է տալի։ Ողնուղեղային մկանային ատրոֆիայով Հայաստանում 12 հոգի է ապրում, հազվագյուտ գենետիկ հիվանդություն է, տարբեր տարատեսակներ ունի, կան երեխաներ ծնվում են ու մահանում 1-2 ամսականում, մի խումբը առանց բուժման մնալով մահանում է մինչև 2 տարեկանում, երեխաներ կան, որոնց մոտ ախտանշանները ավելի ուշ են ի հայտ գալիս, նրանք հասցնում են մի քիչ քայլել, ապա առանց բուժման մնալով գամվում են սայլակին, նյարդամկանային այս հիվանդությունը սակայն այդ երեխային էլ հանգիստ չի թողնում, մկանային պարալիզ, որոշ դեպքերում մահ։ Առանց բուժման այդ երեխաների մոտ ի հայտ են գալու ծանր օրթոպեդիկ և շնչական խնդիրներ և կյանքի տևողությունը կարճ է։ Նյարդաբան Բիայնա Սուխուդյանը լավ և վատ լուր ունի, աշխարհն արդեն 9 տարի զբաղվում է այս հիվանդության բուժմամբ, 3 դեղամիջոցներ են գտնվել, որ փոխում են գենի կառուցվածքը, այդպիսով բուժում երեխային, վատն այն է, որ մեր պետությունը անհաղորդ է կյանք փրկող այս միջոցների հանդեպ։ Ես ուղղակի ուրիշ տարբերակ չեմ ընդունում, մենք հաստատ քայլելու ենք մեր հարևան հանրապետության ճանապարհով, թեկուզ եւ դա դժվար լինի եւ հաստատ հասնելու ենք նրան, որ այդ դեղը հասանելի լինի մեր բուժառուների համար, այլ ճանապարհ չկա։ Աշխարհում այս երեխաները բուժվում ու ապրում են պետության ֆինանսավորմամբ, մեր հարևանները Վրաստան, Թուրքիա, Իրան նույնպես լուծել են այդ հարցը։ Խնդիրն այն է, որ գենի կառուցվածք փոխող 3 դեղամիջոցներն էլ թանկարժեք են ու անհասանելի նույնիսկ զարգացած երկրներում ապրողների համար։ Նյարդաբան Սուխուդյանի խոսքով համեմատաբար մատչելի է Էվրիստի դեղամիջոցը, ողնուղեղային մկանային ատրոֆիայով ծնված այն պիտի ստանա ամեն օր ցմահ, կստացվի ամիսը 3-ից 6 միլիոն դրամ։ Այսօր հիվանդների թիվն ընդամենը 12-ն է նաև այն պատճառով, որ այս ախտորոշմամբ ծնվածները չեն ապրում։ Եթե մենք ունենանք բուժում, այդ երեխաները պետք է ապրեն, գլուխը չպահող երեխան կարող է քայլել։ Եթե դեղը Աստծո շնորհիվ, պետության շնորհիվ, նախարարության շնորհիվ կարողանանք ստանալ, ինձ թվում է թեկուզ հենակներով է կքայլենք։ Ալինայի համար ամենամսյա միլիոնները անհասանելի են, տան միակ աշխատողը ամուսինն է, ինքը 2 երեխաների խնամքով է զբաղված գրեթե 24-ժամյա ռեժիմով, միակ հույսը պետությունն է, ծանր է գիտակցումը, որ կա փոքրիկիդ փրկելու ճարը, բայց այն քեզ չի հասնում։
ու դժվար է ծնողի համար, որ գիտես կա ու դու չես կարողանում, ամենադժվար բանը դա է երեխեքին օգնելու։ Մեղավորության զգացումը մեղմելու համար ֆիզիոթերապիայի ու էրգոթերապիայի կուրսերը չի ընդհատում Ալինան։ Պետությունն այս հարցում մի փոքր օգնում է, բայց հիմնականում իրենց միջոցներով են երկարացնում կուրսը, միայն թե մեծ արդյունք չկա։ Արդյունք կլինի, եթե երեխաները այդ դեղը ստանան։ Նյարդաբան Բիայնա Սուխուդյանը վստահեցնում է, չի դադարեցնելու ջանքերը կյանք փրկող այս դեղամիջոցը պետպատվերի ցանկում ներառելու ուղղությամբ։ Ինչ ասի ծնողին, փրկության դեղը կա, բայց չկա։ Լավ բժիշկ, բա հետո, այսինքն դու ուզում ես ասես, բա հետո ինչ, ես էլ առաջարկելու բան չունեմ, ես ձեզ տվեցի տեղեկատվություն, բայց այդ տեղեկատվությամբ ապրելը երևի ավելի դժվար է, քան եթե ծնող իմանար, որ բուժում չկա որևէ տեղ աշխարհում։ Առողջապահության նախարարությունն առայժմ ոչ մի ամոքիչ ասելիք չունի։ Տարեկան ծախսը, քանի որ ինչպես նշեցիք, այս դեղորայքը նոր ուրեմն սերնդի դեղորայք է, լինի միլիոնավոր դրամների ցավոք սրտի ծախս։ Մենք իհարկե հասկանում ենք, որ սա շատ մեծ բեռ է մեր բնակիչների համար եւ տարեց տարի ըստ հնարավորության եւ հաշվի առնելով պացիենտների թիվ, ուրեմն կյանքի վտանգ եւ այլն, ինչ որ հանգամանքներ հաշվի առնելով ընդլայնում ենք մեր շրջանակը։ Եկող տարվա բյուջեում այս հիվանդությամբ ապրողներին դեղորայքով ապահովելու մասին ոչինչ չկա։ Ցավոք սրտի դեռ առաջիկայում այսպես ծրագրված չունենք, բայց մեր առաջնահերթությունների մեջ է իհարկե։ Պահկավոչի, ֆուտբոլ, բռնացի, Երբ կխաղա, Արմենը մտածում է շուտով մայրիկի չարչարանքների ու դեղի գնի մասին գաղափար չունի։ Ամեն օր ես ստանում եմ իրանցից ջերմություն, իրանց մեկտան ուրախությունն, ամեն ինչը։ Ամեն ինչն է մեր տա։ Ալինան չի տրտնջում, ճակատագրի վրա չի բարկանում, միայն մի քիչ հույս է ուզում Անահիտ Ավանեսյանից։ Մի օր կկարողանա նայել Արմենին, հետո Արամին ու ասել՝ վեր կաց ու քայլի։